իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ։ Փաշինյանն այսպես պատմական իրադարձություն էր համարում Ղազախստանից ցորենի առաջին խմբականակը երկաթուղով Հայաստան հասցնելը։ Տեսեք, Ղազախստանից ցորենն եկավ Բաքու, Բաքուն էլ մաքուր ցորենը տվեց, քեզ ասես տարկեր։ Բայց կալկին են էլի։ Նախարար Պապոյանը հույս էր տալիս, թե հարայի ցորեն ենք բերել, հացի գինն էլ կարող է իջնել։ Օրինակ ցորենը, երբ որ այլընտրանքային ներմուծման աղբյուրներ կան, արդյոք դա հացի գնի վրա կազդի։ Այլ պատասխանեցի ես, ասում այլ հավասար պայմաններում այո։ ՔՊԱ-ականները տոնում էին, հաշվարկներ էին անում, թե տեսեք, Ռուսաստանը 1 տոննա ցորենը մեզ տալիս է $292, իսկ Ղազախստանից բերել ենք 190-ով։ Հետո պարզվեց բերված ցորենը 4-րդ կարգի է։ Անասնակեր։ Ցորեն են բերել, ինչ։ Երեք հերոստատեսում լսում են, պարզվում է անասնակեր են։ Այդ մարդկանց դրերը անասուն է տեղ։ Այն, որ ցորենը ցածրակարգ է, հաստատում են նաև Ղազախստանի պաշտոնյաները։ Մերոնք չէին ընդունում, մինչև էկոնոմիկայի փոխնախարարի բերանից թռցնելը։ Ապա շրջափակման հետ կապված տարածքների, որ ցորեն էին բերել, հիմա ձեռ են առնում, ասում են անասնակեր են բերել ժողովրդին, ինչ կասեք այդ մասին։ Չգիտեմ, ով ասում է այդպես հիմարություն։ Ընդդիմադիրներն ասում են անորակ ցորեն է բերել Ադրբեջանի ճանապարհով։ Այդ բանը Ճիշտ ասած առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է, որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը։ Ինչու է 4-րդ կարգի ցորենը։ Որտեղ ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության ժողովրդան, ինչ։ Դուք շուտից ախր այդպես չեք ներկայացել, հա դրամին է։ Նախարարությունը չի ասում։ Ինչու մեկը կարգը ներկայացել մինչև այ լուրջ որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնակեր է։ Ժողովրդան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Ասել են դիվերսիֆիկացիա այլ ընտրանքա, ասել են իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Ցորենը, բա ինչ, կամ կտամ անասունին, կամ կտամ մարդուն, թող բերեն մի անգամից խոտի տուկը դնեն մարդկանց դեմ, ասեն էդ էլ դուք կերեք, խոտի տուկը, կանանչին էլ ախոտ, էլ ախոտ, թող բերեն խոտի տուկը դնեն դեմները։ Խոտի տուկին բանը չի հասնի։ Պապոյանը անձնազոհաբար խոստացել է, որ այդ ցորենի հացը առաջինը ինքը կուտի։ Չկարողչապատյան տեսանկյունից հա։ Եվ որ Պապոյանն ասել էր 4-րդ կարգի ցորենը, որ հաց ուտեմ, վնաս չի լինի, ուզում ենք հասկանալ կլինի դրանից վնաս, թե չէ։ Ես պատասխանեցի։ Չկարողչապատական որևէ վնաս։ Մարդկանց վնաս չի լինի, որ այդ կարգի ցորենը։ Դուք վտանգ անիմաստ անտեղի բան եք տարածում, ապա տեղեկատվություն։ Պատասխանեցի ձեր հարցը։ Ղազախստանում ամառային երաշտ եղավ, հետո հորդառատ անձրևներ, որոնք հանգեցնում են հասկի մեջ հատիկի ծլման։ Մասնագետներն ահազանգում են, որ խոնավ հատիկը վարակվում է սնկային հիվանդություններով։ Սնկերը արտադրում են տոքսիններ, որոնք թույն են ու վտանգավոր, վնասում են մարդու լյարդը, երիկամները, կարող են հանգեցնել անգամ մահվան։ Առողջապահության տեսանկյունից ուզում եմ բացատրեք, այդ 4-րդ կարգի ցորեն ասվածը, որ դրանով հաց ուտի Պապոյանը, ինչ կլինի իր հետ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Չէ, ինչ համար պետք է մահանա։ Ասում են անասնակերը։ Չէ։ Չէ։ Մենք սև հաց ենք ուտում եւ դա գարու ես երեկել եմ դրա մասին խոսել եւ դա գարու ամենացածր սորտն է, բայց աշխարհում ամենաթանկ հացը, սև հացը, համարվում է ամենաթանկ հացը։ Եվ մենք չենք մահանում ուտում ենք։ Այսինքն Ղազախստանից ամենաթանկ հացն է։ Եթե մահացության տեսակետից նայենք, ուրեմն այդ նույն անասունն էլ որ ուտում այդ ցորենը, ուրեմն ինքն է պիտի սատկի։ Դե անասունը ասենք խոզը լափ է ուտում, հո մենք էլ չենք։ Խոզը ճիշտն ասած ուտում է այն, ինչ որ մենք իրան կտանք, իսկ եթե մենք իրան տանք նույնիսկ բանջարեղեն, մրգեր, ամեն ինչ, նա կուտի եւ չի սատկի։ Մարդը կենթանուց տարբերվում է։ Մենք էլ ենք նույն ուտելիքը ուտում, խոզն էլ կարող է նույն ուտելիքը ուտել։ Պատգամավորը սկսեց համոզել, թե խոզն ինչ նուրբ է, ու եթե խոզին բան չի լինում, մարդուն էլ չի լինի։ Եվ ասեմ ձեզ, խոզը այն ամենանուրբ
կենթանիներից մեկն է, որի օրգանիզմը շատ նուրբ է հիվանդություններին եւ ինֆեկցիաներին, բայց միևնույնն է նա չի սատկում, չէ՞, որ ուտում է ուտելիքը չի սատկում։ Այնպես որ մի անհանգստացեք, մենք կուտենք, սկզբից մենք կուտենք, հետո նոր դուք բոլորդ կուտեք։ Պապոյաններ դուք եք։ Անպայման։ Մինչև արդյունքները տեսնեին, քայքայվում է արդյոք Պապոյանի ու падգամավորի լյարդը, նախարարը գուժեց, որ այդ հացից ինքը մենակ չի կերել։ Եկել եմ ձեզ ասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր 3 ամբողջ օրվա ընթացքում իրենց այսօր ամբողջ օրվա ընթացքում կերած հացին անվանում էին անասնակեր։ Պարզես, որ ծորենը 4 կարգի ծորենն է եւ ասենք երևի թե ես լավ չեմ հասկանում իհարկե հացի արտադրության մեջ չի օգտագործում կամ խառնում է եւ ինչ, այսինքն այստեղ դուք ասեն վիճարկում եք ծորենի որակի հարցը, այսինքն ապաշրջափակման հարցը լուծվել է։ Իհարկե չի լուծվել։ Ապաշրջափակումը կլինի այն դեպքում, երբ որ Ադրբեջանից գնացները մտնեն Հայաստան անմիջապես եւ ոչ միայն ծորեն բերեն, իրենց հարևան բարեկամ երկրների անորակ արտադրանքը բերեն Հայաստան, այլ ուղղակի ամեն ապրանք է թանկան։ Իշխանությունները դեռ ծորենի դարդն են, այն ռազմավարական ապրանք է ու ներմուծվում է Ռուսաստանից։ Պուտինի ձեռքից ոչինչ չվերցնելու համար ժողովրդին ուզում էին համոզել բրինձ ուտել։ Պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները եւ շատ հարմար ողական լինենք այդ իրականությանը։ Բերեմ մեկ բարձ օրինակ միայն։ Մենք կարող ենք ծորենից անցնել բրինձի, ծորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրինձի եւ փոխել մեր հարմար ողականությունը եւ ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք։ Քաղաքացիների պատասխանը չուշացավ։ Մի բրնձիր գրառմամբ ծորենը պարկերով լցրեցին Արմեն Գրիգորյանի աշխատավայրի դիմաց։ Մնում է նախ Պապոյանին համոզենք, որ ղազախական ծորենի տեղը սկսի բրնձի փոքր չափաբաժնից։ Ռիփսիմե Ջեբեջյան, Իլիա Մանուկյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։